2025-ի պետական բյուջեում ներառվել են նախորդ տարվա կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորություններ։ Ֆինանսների նախարարի պնդմամբ սա ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու կարևոր գործիք է։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Առաջին անգամ սահմանվել են եռամյա մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակները։ Սա մեկ քայլ է դեպի եռամյա բյուջե ունենալուն, որը պլանավորում ենք իրականացնել արդեն 2026 թվականի բյուջեից սկսած։ Նախորդ տարեվերջին պետական պարտքը կազմել է շուրջ 12.8 միլիարդ դոլար, աճը 23-ի նկատմամբ 6.2% է։ Փոխարենը պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում, կազմել է 48.3%։ Հարկեր ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6%, նախորդ տարվա համեմատ նվազելով 0.45%-ային կետով, իսկ վերջին 7 տարիների ընթացքում ցուցանիշը բարելավվել է 2.8%-ային կետով, 28-ից հասնելով 23.6%-ի։ Շարունակում ենք թիրախավորել, որ մենք 0.6%-ային կետով բարելավում կունենանք 2025 թվականին և 26 թվականին, եթե նույն քայլով առաջ գնանք, ապա կարող ենք հասնել 24.8-ի կամ այսինքն ինչը շատ մոտ է 25%-ին, այո։ Այսինքն այդ թիրախը շարունակում է թիրախ մնալ և մենք ամեն ինչ անելու ենք այդ թիրախին հասնելու համար։ Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է, թե որոնք են եղել նախորդ տարի դպրոց մանկապարտեզների կառուցման դանդաղման պատճառները։ Այդ ծախսի չկատարումը 2024 թվականին փաստացի աշխատանքների ընթացքի հետ կապ չունի։ Այսինքն աշխատանքները գնացել են այնպես կամ մրցույթները հայտարարվել և պայմանագրերը շնորհվել են այնպես, ինչպես պլանավորված էր, սակայն կանխավճարներ չեն տրամադրվել, ինչը կարծում եմ մեր տեսանկյունից բավական այսքան վատ չի, որովհետև մեր միջոցները այդ առումով խնայել ենք։ Վահե Հովհաննիսյանի խոսքով այդ վճարները տեղափոխվել են 25-ի բյուջե։ Մեկ այլ հարցի պատասխանելով նախարարը բացատրել է, թե ինչու է ՀՆԱ-ում նվազել արդյունաբերության մասնաբաժինը։ Ըստ գլխավոր ֆինանսիստի դրան նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի մասնաբաժինների ավելացումը։ Շինարարության ոլորտում էական աճ ունենք, ծառայությունների, մասնավորապես ֆինանսական ծառայությունների և նաև ՏՏ ոլորտի աճ ունենք 24 թվականին, սա և նաև առևտուր, սակայն առևտրի մեջ վերարտանման մասնաբաժին ունենք։ Սա է հիմնական պատճառը, մյուս պատճառը կարծում եմ նաև, որ 2023 թվականին վերարտանման ծավալների մի մասը նաև արդյունաբերության ճյուղում էր հաշվառվում և 24 թվականին վերարտանման այդ կտորը քանի որ նվազել էր, այդտեղ նաև նվազում ունենք արդյունաբերության ճյուղի։ Արուսյակ Մանավազյանի հարցերից մեկն էլ վերաբերում էր բանկային ոլորտին։ Պատգամավորը գլխավոր դրամատան ղեկավարից հետաքրքրվել է, ինչ քայլեր է ձեռնարկում ԿԲ-ն ֆինանսական խարդախությունների հետ կապված, երբ մարդկանց անունով զեղծարարները վարկեր են ձևակերպում։ Արդյոք բանկերն ապահովում են անվտանգային միջավայրը օնլայն տիրույթում։ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ տուժող քաղաքացիների հետ հանդիպել են և ուսումնասիրում են բոլոր դեպքերը։ Ցավոք դեպքերի ճնշող մեծամասնությամբ, հիմա չասեմ որ տոկոսով, մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները տալիս խարդախների։ Այսինքն մարդկանց ինչ-որ ձևով կորզում են մարդկանցից իրենց անձնական տվյալները, որը թույլ է տալիս մուտք գործել մարդու անձնական ֆինանսների տիրույթ, առանց որևէ խնդրի, քանի որ բնականաբար օնլայն է, ունի իր տրամաբանությունը։ Հենց մենք պատրաստ եղանք որոշակի բան ներկայացնելու, կներկայացնենք հատ առ հատ, գործիք առ գործիք, բանկ առ բանկ բոլորը նայվելու է մեր կողմից, մեր վերահսկողության կողմից, հետո արդեն երբ որ գանք եզրահանգումների այդ հարցը կտանք։ Բայց այստեղ պիտի հասկանանք, որ մի հատ նրբություն կա, այսինքն մենք կարող ենք օնլայնը ընդհանրապես վերացնել։ Այդ դեպքում լինելու են միլիոնավոր մարդիկ, ովքեր բողոքելու են անհարմարությունից, որ իրանք անպայման պիտի գնան բանկ որևէ հարաբերություն ձևավորելու, վարկ վերցնելու, իհարկե, այսինքն
բանկերը հավելյալ գումարներ են գանձելու, եթե չլինի այդ on-line-ը։ Եթե պարզվի, որ առցանց տիրույթում եղել են պաշտպանվածության խնդիրներ, թերացումներ բանկի կողմից, դա ուսումնասիրության ընթացքում կբացահայտվի եւ բանկերը կպարտավորվեն այդ խնդիրը վերացնել եւ սպառողների նկատմամբ սխալ վերաբերմունքը շտկել, վնասը փոխհատուցել, բայց նախնական գնահատականով խնդիրը սպառողների շրջանում է, որոնք փոխանցում են անձնական տվյալներ եւ նաեւ նույնականացման կոդեր, որ ստանում են SMS-ով։ Գլխավոր դրամատան ղեկավարը գործընկերներին եւ հանրությանը հորդորել է զեղծարարության զոհ դառնալու բոլոր դեպքերի մասին կենտրոնական բանկին տեղյակ պահել, օբյեկտիվ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։